Հարգելի հայրենագիտներ, այս շաբաթ ազգային խորհուրդը բարոն Արմենակ Աբրահամյանի նախագահությամբ արդյունավետ նիստ ունեցավ, անդրադառնալով շարժումը հրադապ եւ կարևոր հարցերով։ Նախ քննարկվեցան նախագահական ընտրություններու եւ տեխնազուներու ներկայացման ընթացքին առնչվող հարցերը։ Արևմտյան Հայաստանի Հանրապետությունը հրաբարագեց հրամանակիր նախագահին հրաժարականի եւ նոր նախագահական ընտրություններու նշանակման վերաբերյալ։ Հրամանակրությունը, որը դրված է սահմանադրության համապատասխան հոդվածներու հիման վրա, կնշե, որ նախագահը հրաժարական կուտա ազգային սահմանադրության 70-րդ հոդվածին համաձայն։ Հոկտեմբեր 15-ին ազգային ժողովի նախագահը հայտարարեց նախագահի թափուր դեղի մասին եւ մինչեւ հոկտեմբեր 29-ը պիտի կազմվի եւ հրաբարակվի նախագահի տեխնազուներու ցուցակը։ Նոր ընտրությունները նախադեсված են անցնել մինչեւ 2025 թվականի նոյեմբեր 22-ը։ Մինչ այդ Տիգին Լիդիա Մարգոսյան պիտի շարունակե մնալ ժամանակավոր պաշտոնակատար մինչև նոյեմբեր 21-ը։ Բարոն նախագահը ընդգծեց, որ Տիգին Լիդիա Մարգոսյան ունի անփոփոխ իրավունք մասնակցելու ընտրություններուն, եթե չլան այլ տեխնազուներ, ինչը կվկայե մեր օրինական եւ արդար գործընթացի հանցարության մասին։ Հարաճիգա ժամանակաշրջանին մեր աշխատանքը պետք է շարունակապար զարգացվի։ Այստեղ կարևոր է նշել, որ ստացանք դրական արձագանք մեր շենքի վերանորոգման հարցին առնչությամբ, ինչը պիտի օգնե մեզ կատարել մեր առաքելությունը ավելի արդյունավետ եւ հարմար պայմաններու ներքո։ Մեր ուշադրության կենտրոնը կմնա Արցախի հարցը, որը դեռ չի համարվիր լուծված։ Մենք պիտի շարունակենք պաշտպանել Արցախի հայերու իրավունքները եւ միշտ հարգել բոլոր անոնց հիշադակը, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին հայրենիքին պաշտպանության համար։ Այսպիսով, այս շաբաթ մեր խորհրդի աշխատանքը ցույց տվավ, որ մենք պատրաստ ենք պատասխանատու եւ հետեւողական քայլեր ձեռնարկել մեր ժողովրդի իրավունքները պաշտպանելու, ազգային միասնությունը ամրապնդելու եւ Արևմտյան Հայաստանի անկախ եւ ապահով ապագան կառուցելու համար։ Շնորհակալություն։